Նվազագույն կենսաթոշակը 10,000 դրամով բարձրացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քաղաքացիները տարբեր կերպ են գնահատում։ Ոչ բոլորն են դրական ընդունում այս լուրը, նկատելով, որ եթե բյուջեն նման հնարավորություն ուներ, ինչու միայն հիմա խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ նման որոշում կայացվեց։ Ցույց տա, որ իրանք լավն են մտածում են, բայց դա պետք է լինի հետևողական էլի։ Եթե մեծահասակների համար ինչ-որ բան լավ արվում, իսկ ամեն ինչ պետք է տեսնել։ Շատ վատ։ Ո՞նց եք վերաբերում։ Ինչու՞։ Խափեբարական ձև է։ Ընտի, նորմալ է, ինչ այլ է։ Իշխանությունները պատրաստվում են 667,000 թոշակառուի կենսաթոշակ բարձրացնել 10,000 դրամով, բարձր թոշակ ստացողներին կավելանա 7-ից 8,000 դրամով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի տվյալներով պետբյուջեից շուրջ 80 միլիարդ դրամ կհատկացվի։ Քաղաքացիները 10,000 դրամը, մյուսների դեպքում էլ դրանից ավելի քիչ բարձրացումը բավարար չեն համարում։ 10,000-ը քիչ է ապրելու համար։ Ճիշտ ասած ժողովրդին ձեռ են առնում այդ 10,000 դրամով։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը եւ Հայաքվե միավորման խորհրդի անդամ Հրայր Կամենդատյանը գնահատելով կենսաթոշակների բարձրացման որոշումն ասում են. թոշակների բարձրացումը չի թեթևացնելու քաղաքացիների սոցիալական բեռը եւ չի ապահովելու իրական բարելավում։ Միքայելյանը շեշտում է. Հայաստանում կենսաթոշակների բարձրացման անհրաժեշտություն կա, քանի որ դրանք շատ ցածր են սպառողական զամբյուղի նվազագույն արժեքի համեմատությամբ։ Մեծ հաշվով սա ուղղակի վերադարձնելու է թոշակները հին մակարդակից, սպառողական զամբյուղի ծավալի տեսանկյունից, որովհետև եթե մենք գնային համեմատության, օրինակ 2016 թվականի թոշակի հետ եւ թոշակը կազմել է 40,000-ից մի փոքր ավել, ապա կուտակված գնաճը ներառյալ այս տարվա ակնկալվող գնաճը դարձնել է այն թոշակը մոտավորապես 55,000 դրամ։ Այս բացացումով միջին թոշակը կհասնի 57,000 դրամ։ Եվ հաշվի առնելով վերանցել 10 տարին այդ տուններ տնտեսական աճով, մենք կարող ենք ասել, որ սա չնչին բացատրում է, եթե ոչ այն, որ դա առնվազն բացատրում չէ, որովհետև ավելի տարաբնույթ են դարձել ծախսերը քաղաքացիների։ Կամենդատյանը եւս համոզված է, 10,000 դրամը չի կարող թեթևացնել քաղաքացիների սոցիալական բեռը։ Դա ընդհանուր 3 օրվա ծախս է, օրական 330 դրամ է ընդհանրապես։ 330 դրամով քաղաքացիների կենսամակարդակը չի կարող աճել։ Փորձագետների համոզմամբ սա ընտրություններից առաջ ընտրակաշառքի տրամաբանության մեջ է իրականացվում, սակայն թոշակի անվան տակ է ներկայացվում եւ զուրկ է քաղաքացիների կենսամակարդակի երկարաժամկետ բարելավմանն ուղղված ռազմավարական հեռանկարից։ Հիշեցնում են նաեւ վարչապետի վերջերս արած հայտարարությունը թոշակառուների մասին, թե թոշակառուների թոշակ ամսական 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Բնականաբար ընտրակաշառքը սա դիտարկվում, որովհետև հստակ արել սոցիոլոգիական հարցումներ, տեսնեն, որ 45-ից բարձր սեգմենտում քաղաքացիները ամբողջովին մերժում են իրենց քաղաքական խմբակին եւ ընտրություններին դրան պատասխան ձայն տալ։ Հիմա ասենք 15 տարի առաջ եւ ավել մոտավորապես 10,000 դրամի չափով տրվում էր քաղաքացիների ընտրակաշառքը, որպեսզի իրեն ընտրեն իշխող ուժին։ Մենք հիմա գործում ենք մոտավորապես նույն քայլի հետ։ Եթե իշխանությունները իսկապես ուզում են ողջ թեթևացնել քաղաքացիներին, ապա ինձ կարծում մի քիչ ուժ պետք է անեն։ Փորձագետներն այս որոշման վերաբերյալ թերահավատ են նաև այլ պատճառով։ Նրանք բյուջետային միջոցների կառավարման ցածր արդյունավետության պայմաններում պետական բյուջեի համար ռիսկեր են տեսնում։ Հայաքվե միավորման խորհրդի անդամ Կամենդատյանի գնահատմամբ սա բյուջեի վրա մոտավորապես 60 միլիարդ դրամի ծախս է լինելու։ Այդ 60 միլիարդ դրամի գումարը այս պահին չկա, այդ հավանաբար այդ 60 միլիարդը փորձորեն հուլիսի 1-ի վիճակով հանրապետության կարգերի որոշման ժամանակ նպաստների զրկել 10,000 քաղաքացիների եւ այդտեղից մոտավորապես 40 միլիարդ դրամի գումար բերելի է եւ այնտեղ էլի մի հարց էլ կա, դեռևս քննարկման ընթացքում մոտավորապես 11 միլիարդ դրամի խնդիրը լուծման մեկ այլ ծրագրով են լուծելու, դրանք բոլորը բերելու են սոցիալական հստակ լարվածությամբ։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը լրագրողներին հայտնել է, որ կենսաթոշակների ապրիլի 1-ից սպասվելիք բարձրացման ֆինանսավորումը բյուջետային հնարավոր ճեղքվածքների ռիսկեր չի առաջացնում։ Որևէ ֆիսկալ ռիսկ այս առումով ֆինանսների նախարարությունը չի տեսնում։ Ավելի հասկանալի լեզվով մեզ ասեք, որտեղից է այսինքն չֆինանսավորելու ռիսկ չի լինելու, ֆինանսավորման աղբյուրները հայտնի են, դրանք հավաքագրվող հարկերն են, ոչ հարկային եկամուտներն են։ Armenia Today հարցմանը մասնակցած քաղաքացիներն ընդգծում են, որ սա ուշացած քայլ է։ Կենսաթոշակների
թոշակների բարձրացումը պետք է իրականացվեր շատ ավելի վաղ։ Նշենք, որ 2024 թվականին եւս տնտեսական աճի մասին էր հայտարարվել։ Բյուջեն ռեկորդային էր $7.4 միլիարդ, սակայն կենսաթոշակների ավելացում այդ տարի տեղի չունեցավ։ Քաղաքացիներն ասում են, կենսաթոշակները պետք է բարձրացվեն պարբերաբար, հաշվի առնելով գնաճն ու թոշակառուների միջոցների մշտական սղությունը։ Բարձրացումը լավ չի։ Շատ լավ, ավելի լավ, բայց դեմ եմ նրան, որ մնացած ապրանքները ավելի թանկանում է։ Գիտեք, այդ թոշակը ընդհանրապես ձեր առնելիք է, եթե կհրապարակեք եւ կասեք։ Ոնց որ մարդկանց լավություն են անում, ողորմության նման մի քիչ էլ ավել շպրտում են, գնացեք փողն ինչ եկա։ Իշխանություններն էլ խոստանում են իրենց ընտրվելու դեպքում կրկին բարձրացնել թոշակը։ Հիմա ես մի հատ ուրիշ որոշում եմ կայացրել, որ մենք 27-28 թվականի այդ կորոշենք կոնկրետ ապսատիվը, քանի որ մենք եկանք սպառողական զամբյուղին հասանք, հիմա որպեսզի մենք հետ չգնանք ամեն տարի մենք գնաճի չափով առնվազն ամեն տարի գնաճի չափով մենք կավելացնենք թոշակ։ Թոշակառուների համար, բայց մեր բոլորի համար ոչ։ Ինչու՞։ Դե 2 ամիս առաջ ասում էին չենք բարձրացնում, փող չունենք, սոցիալ նախարարը մի 2 օր առաջ նույնը կրկնում էր, բյուջեով այդ գումարները չկան, այս որ անհասկանալի ինչ որ որոշում է։ Իզի պետք չի իրաց կոշակնել, ինքնել, ոչ մի բանից պետք չի։ Երևի իրանց այդ ժամանակը հարմար եղել, կարող է ֆինանսը շատացել է։ Ամեն դեպքում շատ ուրախ ենք, շնորհակալ ենք իրենց հետ։ Ես երևի ընտրությունները դրա մոտ ես։ Արդյոք 10,000 դրամի հավելումը քաղաքացիների համար կդառնա իրական սոցիալական հենարան, թե կմնա որպես ընտրություններից առաջ կիրառված մարտավարական քայլ, եւ որքանով է այն արդարացված բյուջետային կայունության տեսանկյունից, պարզ կդառնա արդեն հունիսից հետո։ Հռիփսիմե Ղազարյան, Դմիտրի Անտոնով, Armenia Today։